Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց զարգանում է նաև դրանց հետ կապված հանցավորությունը։ 21-րդ դարի գողերը իրենց համակարգչից ուղղակի ներխուժում են ձեր էլեկտրոնային փաստաթղթերի մեջ եւ հափշտակում ձեր ունեցվածքը։ Այս եղանակով օրինակ 2013 թվականի ընթացքում ժամանակակից գողերը կարողացել են շուրջ $500,000 հափշտակել 5 հայտնի հայ գործարարներից, նրանց դարձնելով համակարգչային պարզագույն խաբեության զոհ։ Համակարգչային հափշտակությունների զոհ դարձած հայ գործարարները, որոնց անուններն առայժմ ելնելով նախաքննության շահերից չեն բացահայտվում, բոլորն էլ կապ են ունեցել Չինաստանում գործող ընկերությունների հետ, եւ այդ երկրից ապրանքներ ներկրելու համար էլեկտրոնային նամակագրության միջոցով բանակցություններ վարել իրենց չինացի գործընկերների հետ։ Այդ ընթացքում հանցագործները ապօրին ներխուժում են այդ էլեկտրոնային նամակագրության մեջ և տեղեկանում կատարվելիք գործարքի վերաբերյալ բոլոր տվյալների մասին, որից հետո վերջիններս ստեղծում են չինական ընկերությունների էլեկտրոնային հասցեների նմանակները և երբ գալիս է հայկական կողմի գումարը չինական ընկերության ուղարկման փուլը, վերջիններս տվյալ նորաստեղծ էլեկտրոնային հասցեներից սկսում են հայտնել հայկական կողմին այլ բանկային հաշիվների վերաբերյալ տվյալներ։ Կատարելով չնչին փոփոխություններ էլեկտրոնային հասցեի մեջ, առանձին մասնիկների փոփոխություններ, ստեղծելով խաբկանք, որ միևնույն անձի հետ է կատարվում էլեկտրոնային նամակագրությունը, առաջարկ է կատարվել հայաստանյան գործընկերոջը այս կամ այն մատուցած ծառայության կամ նախապես առաքված ապրանքի դիմաց վճարումները կատարել մեկ ուրիշ բանկային հաշվեհամարի, պատճառաբանելով, որ հաշվեհամարը ինչ-ինչ հանգամանքներում փոփոխության է ենթարկվել եւ մեր հայաստանյան գործարարներն էլ որևիցե բան չկասկածելով գումարը փոխանցել են այն հաշվեհամարին, որը մատնանշվել է նամակագրությանը միջամտած երրորդ անձի կողմից, իսկ իրական արտասահմանյան գործընկերը տվյալ պարագայում մնացել է խաղից դուրս։ Քննության արդյունքում պարզվել է, որ հափշտակություն կատարողները գործել են Չինաստանի տարածքում, բայց չեն հանդիսացել այդ երկրի քաղաքացիներ։ Նախ նրանք Չինաստանում ստեղծել են միջնորդ կազմակերպություններ, որոնց նպատակը բացառապես բանկային հաշիվներ բացելն է եղել։ Իսկ հետո արդեն գործի են դրվել համակարգչային տեխնիկայի իրենց գիտելիքները եւ հայ գործարարների գումարները հոսել են ինչ-որ մեկի գրպանը։ Իդեպ Հայաստանից ստացված գումարները պարզվում է Չինաստան հասնելուն պես անմիջապես կանխիկացվել է։ Այսպիսով հանցագործները փորձել են հնարավորինս հետքեր չթողնել։ Նշենք, որ սա առաջին այսօրինակ դեպքը չէ։ Անցյալ տարի այս նույն եղանակով հանցագործների խաբեության զոհ էր դարձել մեկ այլ հայ գործարար ևս։ Հայաստանյան հայտնի գործարարներից մեկը հանցագործների մատնանշած հաշվեհամարին փոխանցել էր $45,000 եւ զրկվել դրանից, քանի որ նամակագրությունը դրանից անմիջապես հետո դադարել էր, իսկ գումարը հափշտակվել։ Այս դեպքում քննությունը ևս դեռ ավարտված չէ։ 2013 թվականին Հայաստանում ընդհանուր առմամբ արձանագրվել է կիբերհանցագործությունների 45 դեպք։ Համեմատության համար նշենք, որ 2012-ին արձանագրվել էր ընդամենը 4-ը, եւ սա դեռ միայն սկիզբն է։ Մասնագետները այս օրինակ հանցագործությունների շարունակական աճ են կանխատեսում։ Բանն այն է, որ աշխարհում օրեցօր ավելանում է էլեկտրոնային վճարային համակարգերից եւ սոցիալական կայքերից օգտվողների թիվը։ Համացանցում ավելանում են նաեւ տարբեր ապրանքների ու ծառայությունների առաջարկները անհավանական ցածր գներով կամ ասենք շքեղ նվերներով։ Սակայն պարզվում է, որ դրանց հիմնական մասն ուղղակի խայծ է, դյուրահավատ եւ անփորձ օգտատերերի համար։ Մոլորության մեջ գցելով օգտատերերին եւ չարաշահելով վերջիններից վստահությունը, ապրանքների առաքման կամ մատուցվելիք ծառայությունների դիմաց իրենց մատնանշած հաշվեհամարներին ստանալով գումարները հափշտակել են դրանք։ Համակարգչային խաբեության այս պարզունակ եղանակով միայն այս տարվա ընթացքում հայաստանցիներից հափշտակվել է 888,700 դրամ, 39,200 եվրո եւ 15,546 ամերիկյան դոլար։ Իդեպ այս պարագայում ևս կիբերհանցագործությունների գործողություններից տուժողների թվում են նաև հայաստանյան գործարարներից ոմանք։ Անհայտ անձը հանդես գալով ինչ-որ անգլիական կազմակերպության անունից եւ կայքում տեղադրելով գյուղատնտեսական տեխնիկայի վաճառքի վերաբերյալ հայտարարություն, գայթակղել է մեր
գործարարներից մեկին, որը Կամացո մակնիշի էքսկավատոր ձեռք բերելու համար մատնանշած հաշվեհամարին փոխանցել է 25200 եվրո գումար, որը բնականաբար հափշտակվել է եւ նամակագրությունը դադարեցվել։ Իսկ ձկան առևտրով զբաղվող մեկ այլ գործարարի էլ գայթակղել է էժանագին փաթեթավորման պարագաների ձեռք բերելու առաջարկը, բայց խնայողության փոխարեն գործարարը բավական կլորիկ գումար է կորցրել։ Չինական կազմակերպության ներկայացուցչի անունից հանդես եկած անհայտ անձը ձկների պոլիպրոպիլենային փաթեթների մատակարարման պատրվակով մեր հայտնի գործարարներից մեկից ստանալով շուրջ 4000 ամերիկյան դոլար նամակագրությունը դադարեցրել է եւ հափշտակել փոխանցված գումարը։ Ասել թե հայերս այս անդրազգային հանցագործության դեպքերում բացառապես զոհի կարգավիճակում ենք, մեղմ ասած սխալ կլինի։ Մեր հայրենակիցներից շատերը եւս բավական հմտացել են համակարգչային տեխնիկայի միջոցով ուրիշի գումարները հափշտակելու գործում։ Հենրիկ Գրիգորյանը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ զգալի չափերի հափշտակություն կատարելու եւ այդ ապօրինի ճանապարհով ձեռք բերված գումարներն օրինականացնելու համար արդեն դատապարտվել է ազատազրկման։ 2009 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ինտերնետային Visa Verify .ru կայքից 2-ից 10 ԱՄՆ դոլարով գնել է ԱՄՆ քաղաքացիներին պատկանող եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների բանկերում սպասարկվող բանկային գողացված պլաստիկ քարտերի տվյալներ։ Այդտեղ եղել են քարտի համարը, քարտապանի անուն ազգանունը, 16 նիշանոց համարը, քարտի թողարկման եւ գործունեության ժամկետը, քարտի CVV կոդը։ Այսինքն ամերիկացիների քարտերը գողացողները դրանք ուղղակի վաճառքի են հանել ինտերնետում, իսկ մեր հայրենակիցը հենց համացանցից գնել է աշխարհի մյուս ծայրում քարտապաններից գողացված քարտերի տվյալները եւ յուրացրել դրանց վրա առկա գումարները։ Իդեպ այս տվյալները համացանցում, ինչպես պարզ է դարձել գործինյութերից, վաճառվում են ընդամենը 2-ից 10 դոլարով։ Ձեռք բերելով քարտի գաղտնի տվյալները, Հենրիկ Գրիգորյանը Tandem AM կայքում բացել է արդեն իր անձնական հաշվեհամարը եւ դրա վրա փոխանցել ամերիկյան քարտերի վրա առկա ողջ գումարը։ Դրանից հետո արդեն տնօրինել իր հայեցողությամբ։ Իդեպ առատաձեռն հանցագործը այդ գումարով նաեւ իր բարեկամ հարազատներին է լավություն արել։ Կատարել է տարբեր վճարումներ, կոմունալ ծախսեր է եղել, լիցքավորել է քարտեր բարեկամներին, հարազատներին եւ թվով 31 բջջային հեռախոսահամարների լիցքավորումներ է կատարվել։ Ինչի արդյունքում դա կատարվել է Հայ բիզնես բանկի ՓԲ ընկերության միջոցով, ինչի արդյունքում Հայ բիզնես բանկ ՓԲ ընկերությանը պատճառել է 361800 դրամի վնաս։ Հենց այստեղ էլ բացահայտվել է կատարված գողության փաստը։ Ամերիկյան կողմը Հայ բիզնես բանկից պահանջել է հետգանձում կատարել, ինչից հետո միայն բանկում հասկացել են, որ դարձել են համակարգչային հափշտակության զոհ։ Բայց մինչ այդ Հենրիկ Գրիգորյանը հասցրել է եւս շուրջ 500 միլիոն դրամ հափշտակել։ Այդ գումարները նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին արդեն մաս-մաս մուտքագրել էր իդրամ համակարգում։ Ինչեր դա արվել այդպես, որպեսզի այդ 461,000-ը հետո կանխիկացներ, իսկ որպեսզի դրա օրինական ծագումը թաքցներ դրա հանցավոր ծագումը եւ ցույց տար որպես օրինական ծագում, դա իր հաշվեհամարից է փոխանցել եւ ստացողը օրինական ձևով ստացել է։ Այս փողերի լվացման արդյունքում դարձյալ տուժել էր նույն բանկը։ Ընդհանուր առմամբ բանկին պատճառվել էր 823,300 դրամի վնաս, բայց մինչ իրավապահները կհայտնաբերեին համակարգչային այս հափշտակության հեղինակ կատարողին, նա արդեն հասցրել էր մեկնել Հոլանդիա եւ շուրջ 2 տարի թաքնվել արդարադատությունից։ Քննության ընթացքում Հենրիկ Գրիգորյանը թեև վերականգնեց պատճառված վնասը եւ վերադարձրեց հափշտակված գումարն ամբողջությամբ, բայց կատարված արարքի համար դատապարտվեց ազատազրկման։ Քարտային գաղտնի տվյալներ կարելի է ձեռք բերել ոչ միայն ինտերնետում։ Օրինակ կարելի է օգտվել ազգականի վստահությունից եւ տիրանալ նրա քարտի տվյալներին։ Հայ կիբերհանցագործներից մեկն ի դեպ հենց այդպես էլ արել է։
քաղաքացին դիմել է ոստիկանություն, հայտնելով, որ իր քարտի վրայից բացակայում են գրեթե 1 միլիոն դրամ։ Համապատասխան քննչական եւ օպերատիվ ձեռնարկված քննչական եւ օպերատիվ միջոցառումների ընթացքում պարզվել է, որ ոստիկանության դիմաց քրեական գործով տուժողի ազգականի ձեռքին ազգական է, երբ ձեռքին է ընկել քաղաքացու, այսինքն տուժողի քարտը, նրա վրայից թղթի վրա արտատպել է բոլոր ինֆորմացիան քարտի վրայի եւ ԵՏՎ-ի մասի, որ օգտագործել է համացանցում սոցիալական կայքերում տարբեր միավորներ ձեռք բերելու համար։ Հանցագործն իր ազգականի քարտային տվյալներով համացանցում 1 միլիոն դրամի առևտուր է արել։ Այսօրինակ դեպքերի պաշտոնական վիճակագրությունը թեև պարբերաբար աճում է, բայց իրավապահները վստահ են, որ գրանցված դեպքերի թիվն այդուհանդերձ չի արտացոլում իրական պատկերը։ Ոչ բոլոր դեպքերում են տուժողները նախընտրում հայտնել իրավապահներին։ Առանձին դեպքերում հափշտակված գումարը կարող է լինել ոչ այնքան մեծ, ասենք վճարային համակարգերից առցանց գնումներ են կատարում շատ հաճախ մարդիկ, ասենք iPhone ձեռք բերելու համար, համակարգիչ ձեռք բերելու համար, այս կամ այն հեռախոսը ձեռք բերելու համար եւ դառնում են խաբեության զոհ եւ հաշվի առնելով, որ կորսված գումարը այնքան մեծ չի լինում, չեն դիմում համապատասխան իրավապահ մարմիններին։ Այսպիսի կայքերից առևտուր անելու համար վճարումը կատարվում է վճարային քարտերով, եւ սա կիբերհանցագործների համար բացառիկ հնարավորություն է պոտենցիալ զոհերի քարտային տվյալներին տիրանալու համար։ 2012 թվականին արձանագրվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ նմանատիպ եղանակով կատարված հանցագործության 3 դեպք, որի արդյունքում ընդհանուր առմամբ հափշտակվել է շուրջ 25,000 ԱՄՆ դոլար եւ 3 միլիոն ՀՀ դրամ։ Մինչդեռ 2013 թվականին արձանագրվել է նմանատիպ եղանակով կատարված հանցագործության 15 դեպք, որի արդյունքում ընդհանուր առմամբ հափշտակվել է 14 միլիոն ավելի քան 14 միլիոն ՀՀ դրամ, 1 միլիոն ԱՄՆ դոլար եւ 10,800 եվրո, ինչպես նաեւ փորձել են հափշտակել 65 միլիոն ՀՀ դրամ, ինչը կանխվել է։ Բայց կիբերհանցագործությունները միայն անձնական տվյալների յուրացմամբ եւ գումարների հափշտակությամբ իհարկե չեն սահմանափակվում։ Դրանց անդրազգային բնույթը վկայում է այն մասին, որ համակարգչային տեխնիկայի միջոցով կարող են հափշտակվել ոչ միայն անձնական կամ գործարար բնույթի տեղեկություններ, այլև պետական ու ազգային անվտանգությանը վերաբերող տվյալներ։ Ավտոմատ կառավարման եւ տեղեկատվական համակարգերն այսօր աշխարհում լայն կիրառություն ունեն նաեւ այնպիսի կարևոր ենթակառուցվածքներում, ինչպիսիք են էներգառեսուրսները, օդային եւ ցամաքային տրանսպորտը, հեռահաղորդակցությունը։ Այս համակարգերը կարող են դառնալ ահաբեկչությունների թիրախ, հանգեցնելով բնապահպանական եւ մարդկային աղետների։ Այնպիսի գերտերություններ, ինչպիսին են Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը եւ Միացյալ Նահանգները, այսօր իրանց ռազմական ուժերում ստեղծել են հատուկ ստորաբաժանումներ, այսպես ասած կիբերզորքեր։ Եվ Ռուսաստանի Դաշնությունը նույնպես 2013 թվականի օգոստոսի տվյալներով մամուլում հրապարակված ձեռնամուխ է եղել համապատասխան կիբերզորքերի ստեղծմանը։ Հայաստանն իհարկե նման զորամիավորում դեռ չունի եւ մոտ ապագայում հազիվ թե ունենա։ Սակայն ինչպես վստահեցնում են ոլորտի պատասխանատուները, մեր երկիրը պատրաստ է դիմակայել համաշխարհային այս նոր մարտահրավերներին։ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության, հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում առանձնացվել են մի քանի քննիչներ, որոնք մասնագիտանում են տվյալ կատեգորիայի գործերի քննության ոլորտում եւ ինչը տվել է իր դրական արդյունքը։ Թե բացահայտելիության, թե օպերատիվ արձագանքման առումով, որտեղ այս կատեգորիայի գործերի քննությունը ունի որոշակի առանձնահատկություններ։ Նախ մենք գործ ենք ունենում այսպես կոչված էլեկտրոնային ապացույցների հավաքման հետ։ Այդ էլեկտրոնային ապացույցները, թվային ապացույցները պետք է պատշաճ ձևով հավաքվեն, ֆիքսվեն, արգրավվեն, հետագայում դրանց հետ կապված համապատասխան փորձաքննություններ պետք է իրականացվեն, ինչը իրենից պահանջում է նեղ մասնագիտական գիտելիքներ, ուստի ես կարող եմ այսօր հայտարարել, որ մենք ունենք այդ ոլորտում արդեն իսկ հատուկ մասնագիտացած քննչական խումբ,
Եվ այդուհանդերձ կիբերհանցագործությունները շարունակում են համարվել դժվար բացահայտվող հանցագործություններ, հատկապես հաշվի առնելով, որ կիբերհանցագործները շատ հաճախ գործում են երկրի սահմաններից դուրս եւ համացանց են մուտք գործում ոչ իրական անուններով ու տվյալներով։ Լինում են դեպքեր, երբ հասանելիություն ստացած IP հասցեները պատկանում են հասարակական օբյեկտներին, այսինքն սրճարաններին, նման վայրերին, որտեղ առկա է ազատ Wi-Fi ցանց, այսինքն ցանկացած անձ կարող է իր որոշակի համակարգչով կամ պլանշետ համակարգչով կամ դյուրակիր համակարգչով գնալ նստել կաֆե եւ կատարել համացանցում որևիցե հանցագործություն կապված կոնկրետ նկատի ունեն տվյալ մեր դեպքերի հետ եւ տվյալ պարագայում արդեն բավականին բարդություն է առաջանում բարձել թե ով է կոնկրետ կատարել հանցագործությունը։ Վիրտուալ հանցագործություններից այսօր առավել հաճախ տուժում են բանկերի հաճախորդները, էլեկտրոնային վճարումների համակարգում հանդես եկող անձինք, հեռախոսային ցանցերի, մոբիլ առևտրի ծառայությունների օգտատերերը եւ որքան էլ որ ցավալի է նաեւ երեխաները։ Ութամյա Արմինեն իր ազատ ժամանակն անցերկացնում Օդնոկլասնիկի կայքում, դիտում մուլտֆիլմեր, շփվում ընկերների հետ, խաղում խաղեր։ Բայց ահա օրերից մի օր նրա ընկերների շրջանակը ընդլայնվում է։ Նարեկ Համբարձումյան անունով գրանցված անծանոթն Արմինեին նոր մուլտֆիլմեր է առաջարկում, ներկայանալով իբրև մուլտարտադրությամբ զբաղվող մասնագետ։ Մինչդեռ իրականում Նարեկ Համբարձումյան անվան տակ թաքնված 28-ամյա Դավիթ Փահլևանյանը համացանցում բոլորովին այլ հետաքրքրություններ ուներ։ Ներբեռնել է համացանցից շուրջ 500 տեսաֆիլմեր մանկական պոռնոգրաֆիայի պարունակությամբ, պահպանել է իր համակարգչային համակարգում, ապա իր կերքերին խաթարված ձևով հագուրդ տալու դիտավորությամբ, մանկահասակների հետ անառակաբարով գործողություններ կատարելու նպատակաուղղվածությամբ այդ նյութերը տեղադրել է նաև պայմանական անվամբ գրանցած իր էջում։ Նամակագրության ընթացքում Փահլևանյանը երեխային առաջարկել է նկարահանվել իր նկարահանած հատուկ ֆիլմերում ու սերիալներում, խոստացել վարձատրել դրա դիմաց, համոզելով երեխային, որ այդ գումարով կկարողանա գեղեցիկ հագուստներ ու քաղցրավենիք գնել։ Բայց մի շատ կարևոր հանգամանք Փահլևանյանը չէր նախատեսել, այն որ երեխան կարող էր այդ մասին պատմել մորը։ Մայրը, որպեսզի ապահովի այդ անձնավորության քրեական պատասխանատվության հեռանկարը, շարունակել է նամակագրությունը եւ իհարկե դիմել է ոստիկանությանը եւ ձեռնարկված միջոցառումների արդյունքում անձը վնասազերծվել է եւ գործն ուղարկվել է դատարան, անձը ստացել է արժանի պատիժ, դատապարտվել է 4 տարի ժամանակով ազատազրկման։ Նույն արարքի համար մեղադրանք է առաջադրվել նաև 23-ամյա Միքայել Ամատունուն։ Նա նույնպես Օդնոկլասնիկի կայքի իր անձնական էջում տեղադրել է նմանատիպ նյութեր եւ փորձել տարածել դրանք երեխաների շրջանում։ Նամակագրություն է հաստատել մանկահասակ 3 երեխաների հետ, մի մասին ներկայացրել է այդ նյութերը, սակայն ժամանակին կարողացել են դեպքը բացահայտել եւ ներկայումս գործը գտնվում է դատաքննության փուլում։ Նույն արարքի համար իրավապահների ջանքերով վնասազերծվել եւ դատապարտվել է նաեւ 34-ամյա Կամսար Մնացականյանը։ 2012-ից 13 թվականներին բացահայտված դեպքերն այսքանով սահմանափակվում են, բայց այս հանցատեսակը եւս այսօր ամբողջ աշխարհում աճի միտում ունի։ Օգտվելով առիթից ես կցանկանայի հորդորել ազգաբնակչությանը, հատկապես ծնողներին, որպեսզի ձեռնպահ մնան իրենց դեռահաս, հատկապես մանկահասակ երեխաներին այս կամ այն սոցիալական կայքերում գրանցելուց։ Իսկ այնուամենայնիվ գրանցելու պարագայում սահմանել ամենօրյա հսկողությունը։ Նախորդ տարվա 4 դեպքերի համեմատ այս տարի Հայաստանում գրանցված կիբերհանցագործությունների դեպքերը շուրջ 10 անգամ աճել են, հասնելով 45-ի։
Կիբերհանցագործությունների թվաքանակի աճը մեր երկրում համաշխարհային միտումների համատեքստում է։ Բանն այն է, որ 2013 թվականի համար միջազգային վերլուծաբանները նախապես կանխատեսել էին աշխարհում այս կարգի հանցագործությունների աճ ավելի քան 200 անգամ։ Կգան ժամանակներ, որ համակարգիչը կլինի ավելի հզոր զենք, քան, ասենք, ավանդական զինատեսակները։ Զարգացումը տանում է դրան, զարգացումը հանգեցնելու է ի վերջո դրան, եւ մենք պետք է ժամանակին համակայել գնանք, որպեսզի հետ չմնանք։ Կարողանանք դիմակայել արդի մարտահրավերներին։ Իսկ մարտահրավերներին դիմակայելու առաջին եւ թերևս ամենակարևոր պայմանը իրազեկված եւ զգոն լինելն է։ Հարգելի քաղաքացիներ, գայթակղիչ առաջարկներից միանգամից մի ոգևորվեք։ Փորձեք լրացուցիչ տեղեկություններ ճշտել այլ աղբյուրներից եւս, մասնագիտական կառույցներից, եւ հետո նոր կնքեք ձեր համար այդքան կարևոր գործարքը։ Ժողովրդական ասացվածքը ճիշտ այս տարբերակի համար է. 7 անգամ չափիր, 1 անգամ կտրիր։